Ողջույն սիրելի հայրենակիցներ, Բևերի մեդիան պատրաստել է մի հաղորդում, որտեղ մենք ներկայացնելու ենք ԻՍՄԱ ծրագիրը։ Ինչ է իրենից ներկայացնում ԻՍՄԱ-ն։ ԻՍՄԱ-ն ապահովում է հայերեն այբենարանի տառերի ուսուցում, հայերենի բառապաշարի հարստացում, հայերեն նախադասությունների շարահյուսական վերլուծություն, հայերենի պահպանություն թարգմանչական և բացատրական բազմալեզու բառարանների օգնությամբ։ ԻՍՄԱ ծրագիրը հենց հիմնվել է այն նպատակով, որպեսզի հայերեն լեզուն պահպանվի, որպեսզի Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները, անկախ նրանից գիտեն հայերեն թե ոչ, կարողանան այս ծրագրի օգնությամբ ոչ միայն սովորել հայերենի տառերը, այլ նաև կարողանան հայերենի բառերի վերլուծությունը հասկանալ, ինչպես նաև կարողանան նախադասություններ վերլուծել։ Եվ այս ծրագիրը բազմալեզու է։ Քիչ հետո մենք ներկայացնելու ենք ծրագիրը եւ ծրագիրը ներկայացնելու է թիմի աշխատակիցներից Մանեն, բայց մինչ Մանեի ներկայացնելը թույլ տվեք մի փոքր պատմեմ նաև այս ծրագրի մշակման նախապատմությունը։ Դեռևս 1970-ական թվականների վերջին Սովետական միության տարիների գիտնական Էդուարդ Մանուկյանը եւ իր եղբայրը մշակել էին տվյալների բազաների կառավարման համակարգ։ Էդուարդ Մանուկյանը երկար տարիներ աշխատել է Պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ամբիոնում։ Այդ տարիներին հաշվողական տեխնիկայի ամբիոնը պայմանագիր ուներ օդանավակայանի հետ, որպեսզի այդ ծրագրի մշակումով կարողանան օդանավակայանի աշխատանքը ավելի մատչելի դարձնել։ Տվյալների բազաների կառավարման համակարգը կիրառական ծրագիր էր, որը եղավ հիմք ծրագրային բարդ համակարգ ստեղծելու համար եւ որը որպես առանձին միավոր գործիք հանձնվեց ալգորիթմների հիմնարկի ֆոնդին։ Երկար տարիներ պահանջվեցին, որպեսզի այդ համակարգը, որը հանձնվել էր ալգորիթմների այդ հիմնարկին, ավելի կատարելագործվեր։ Եվ նշեմ նաև այն կարևոր փաստը, որ այս տարիներին, երբ ծրագիրը ավելի կիրառական եւ ավելի կատարելագործված վիճակի է հասվել, շատ անձնազոհություններ է պահանջել տարբեր մարդկանց կողմից։ Այժմ թույլ տվեք ներկայացնել Մանե Ալավերդյանին, ով գործածական մեթոդով ցույց կտա, թե ինչպես կարելի է օգտագործել ԻՍՄԱ ծրագիրը։ Ես Մանե Ալավերդյանն եմ, ԻՍՄԱ միաբանության աշխատակիցներից մեկը։ Կուզենամ ձեզ ներկայացնել, թե ինչպես է աշխատում մեր ծրագիրը։ Ինչպես տեսնում եք, օգտատերը սմարթֆոնի միջոցով միանում է սերվերին։ Դա մեր ծրագիրն է։ Ծրագրին մուտք ունի նաև լեզվագետը, ով խմբագրիչի միջոցով հարստացնում է մեր բազան։ Մուտք անելով ծրագիր, մուտքային լեզուն վերցնում ենք հայերեն։ Ելքային լեզուն կարող ենք վերցնել ցանկացած լեզու։ Օրինակ, անգլերեն, հայերեն նույնպես։ Հայերեն ընտրելիս հայտնվում է միանգամից արևմտահայերենը, համշնահայերենը, ինչպես նաև գրաբարը։ Կա ռուսերեն լեզուն, լատիներեն, թալիշերեն, թուրքերեն, գերմաներեն, մնացած այլ լեզուները։ Ընտրում ենք օրինակ հայերենը։ Ահա, ինչպես տեսնում եք, գրված է գրաբարը, արևմտահայերենը եւ համշնահայերենը։ Ընտրենք ելքայինը նաև ռուսերեն։ Մուտքայինում գրենք սեղան։ Սեղմենք թարգմանել բառը։ Ներքևում բերում է սեղան բառի թարգմանությունը։ Ինչպես տեսնում եք, ներքևում բերեց սեղան բառի թարգմանությունը՝ ռուսերեն, գրաբար եւ համշնահայերեն։ Սեղան բառը կարող ունենալ մի քանի իմաստ, օրինակ՝ ստոլ եւ տրապեցիա։ Տվյալ թարգմանությունները առանձնացված մեր մոտ բերվում է։ Բացի դրանից, համակարգում կարելի է նաև բառի բացատրություն կոճակը սեղմել։ Սեղմելով բառի բացատրություն կոճակը, մեզ տանում է հանրագիտարանը։ Հանրագիտարանում բերվում է բառի բացատրությունը, նաև բերվում է նկարը։ Եթե սեղմենք հղումի վրա, այն մեզ կտանի նկարի վրա եւ ցույց կտրվի, թե սեղանը ինչ տեսք ունի։ Բացատրության մեջ ցանկացած բառը նույնպես հանդիսանում է հղում, եւ եթե սեղմենք ցանկացած բառի վրա, օրինակ հենարան։ Սեղմելով հենարան բառի վրա, մեզ կբերի հենարան բառի բացատրությունը։ Վերադառնանք սեղան բացատրության վրա։
Ներքևում բերվում են դասերը, որոնց պատկանում են ենթատեսակները, բաղադրիչ մասերը, ինչպես նաև ոլորտում առկա հասկացությունները։ Բերված բոլոր բառերը նույնպես հանդիսանում են հղում։ Դասերը, որոնց պատկանում են, օրինակ, կահույք տեսակներ։ Եթե սեղմենք կահույք տեսակների վրա, մեզ նույնպես կբերի կահույք տեսակների բացատրությունը։ Եվ թե դասերը, որոնց պատկանում են, նրա ենթատեսակները, բաղադրիչ մասերը եւ ոլորտում առկա հասկացությունները։ Դասերը, որոնց պատկանում է շինության փակ տարածք հիմնական։ Եթե սեղմենք շինության փակ տարածք հիմնականի վրա, մեզ նույնպես կբերի նրա բացատրությունը եւ տվյալները։ Մենք հիմա տեղաշարժ ենք կատարում, թե որ բառից միջև ուր բառ կարող ենք հասնել, քանի որ մեր ծրագիրը հանրագիտարան է հանդիսանում, այլ ոչ թե միայն թարգմանիչ կայք։ Ենթատեսակների միջոցով մենք հարստացնում ենք մեր բառապաշարը։ Սեղմելով հերթականության դասերը, որոնց պատկանում է, մենք կարող ենք սեղան հասարակ բառից հասնել շինության ծավալային ֆրագմենտ։ Շարունակելով կոնցեպտների հղումները, մենք նույնիսկ կարող ենք հասնել ծաղիկ բառին։ Հիմա ես դա ձեզ կցուցադրեմ։ Ինչպես տեսնում եք, շինություն տեսակների մոտ ոլորտում առկա հասկացություններում կա պարտեզ բառը, քանի որ այն կին ցանգամանք է հանդիսանում շինությանը։ Եվ սեղմելով պարտեզ բառի վրա, մեզ կբերի պարտեզի բացատրությունը։ Համակարգը բերում է պարտեզ բառի բացատրությունը։ Այն ունի երկու բացատրություն՝ փոխաբերական եւ ուղիղ իմաստով, որպես այգի, ինչպես նաեւ շինություն։ Ոլորտում առկա հասկացություններում կա ծաղիկ տեսակներ։ Բացատրությունում նշված է հղումը դեպի նկար։ Ենթատեսակներում կա ծաղիկ դասակարգում ըստ մշակման կոնցեպտով եւ ակտիվացնելով այս կոնցեպտը, համակարգը մեզ բերում է դաշտային ծաղիկ եւ բույս ծաղիկ դեկորատիվ։ Բույս ծաղիկ դեկորատիվի ակտիվացնելով բացատրությունում բերում է նույնպես հղումը նկարի վրա։ Ենթատեսակներում կան ծաղիկի տարբեր տեսակներ։ Օրինակ, սեղմենք վարդը։ Բացատրությունում նշված է վարդի բացատրությունները երկու իմաստով, ինչպես նաև բերված է հղումը նկարի վրա։ Ակտիվացնելով հղումը, այն մեզ բերում է վարդի նկարը։ Դա թույլ է տալիս մարդուն պատկերացնել, թե տվյալ բառը իրենից ինչ տեսք ունի։ Հիմա սխեմատիկորեն ցույց տանք, թե ինչպես մի բառից հասանք մեկ ուրիշ բառ։ Ահա, մենք սեղան կոնցեպտից հասանք դեպի վարդ կոնցեպտ։ Մի քանի անգամ նշեցի կոնցեպտ բառը, բացատրեմ, թե այն իրենից ինչ է ներկայացնում։ Կոնցեպտը դա շոշափելի եւ ոչ շոշափելի իրողությունն է։ Կոնցեպտի մեջ ներկայացված են բառերի բոլոր թարգմանությունները մի քանի լեզուներով, որոնք ներկայացված են մեր ծրագրի մեջ։ Այնտեղ գրվում է բացատրությունը, գրվում է թե ինչ դասերի այն պատկանում, նրա ենթատեսակները եւ տրվում է նրան հատուկ կապեր։ Ահա կտեսնենք կապերից մի քանիսը, նրա կոդերը եւ անվանումները։ Օրինակ 168-ի 1 կապը, պատկանելիության դաս։ Վերցնենք օրինակ հենց սեղան բառը։ Սեղան բառը նրա պատկանելիության դասը համարվում էր կահույք տեսակները։ Եվ նրա մնացած կապերը 79-45-ը ցույց է տալիս նրա ոլորտը, 79-50-ը պատճառը, 79-60-ը հետևանքը։ Եվ ամեն մի կապ ունի իր սեփական կոդը։ Այդ ամենը լեզվագետը մուտք է անում հատուկ խմբագրիչով, որը կցված է մեր ISMA ծրագրին։ Վերադառնանք ծրագիր։ Ծրագրում բացի նրանից, որ թարգմանություններն է բերում բառերի, բերվում է նաև հնչեղությունը ամեն տառի։ Սեղմելով սեղան բառից, օրինակ, Ա տառի վրա, լսեցիք, բերեց Ա տառի հնչողությունը։ Ն Ղ Ս Է Այս տառերի հնչողությունը թույլ կտա մարդկանց, ովքեր մեր լեզուն լավ չգիտեն կամ ընդհանրապես չեն տիրապետում, սովորել մեր հայերեն լեզուն, ինչպես նաև այբուբենը, զրոյից։ Այս համակարգը շատ կօգնի սփյուռքահայերին, որպեսզի նրանք լսեն եւ սովորեն հայոց լեզուն այբուբենը զրոյից։ Համակարգում առկա է նաև շարահյուսական վերլուծությունը եւ տառասխալների ուղղումը։ Օրինակ, հավաքենք մի նախադասություն։ Սեղմելով շարահյուսական վերլուծություն կոճակի վրա, ներքևում բերվում է նախադասության վերլուծությունը։ Բերվում է ամեն բառի խոսքի մասը եւ նրա դերը նախադասության մեջ։ Բերվում է թիվը եզակի է թե օգնակի, ինչպես ժամանակը, թե ինչպես այն օգտագործվում նախադասության մեջ։ Մեր համակարգում բացի հասարակ բառերից կան նաև գիտատեխնիկական տերմիններ, որոնք կօգնեն նեղ մասնագիտության մարդկանց,
օգտվել բառերի բացատրությունից, ինչպես նաև նրանց թարգմանություններից։ Հավաքենք օրինակ ֆերմենտ բառը։ Սեղմենք թարգմանել բառը կոճակը։ Բացի բառի թարգմանությունից ներքևը բերվում է նաև բառի հոմանիշները։ Ռուսերեն թարգմանություն կար ֆերմենտ եւ էնզիմ։ Սեղմելով նույնպես բառի բացատրություն կոճակի վրա, մենք կգնանք հանրագիտարան եւ կտեսնենք բառի բացատրությունը։ Համակարգը թույլ է տալիս մեզ տեսնել, թե քանի տեսակներ գոյություն ունեն ֆերմենտի եւ ամեն մի տեսակը իրենից ինչ է ներկայացնում։ Սեղմելով օրինակ թրոմբին բառի վրա, կվերի տվյալ տերմինի բացատրությունը։ Ֆերմենտ տերմինի օրինակի վրա մենք կտեսնենք նրան տեսակների բազմազանությունը, թե ամեն մի տեսակը իրենից ինչ է ներկայացնում եւ նրա բացատրությունը։ Բացի գրական ձևից, բառերը ներկայացված են նաեւ խոսակցական ձևով եւ բարբառով։ Օրինակ, մուտքային դաշտում հավաքենք առաստաղ բառը։ Սեղմենք թարգմանել բառը կոճակը։ Ներքևում տեսնում ենք առաստաղ բառի բարբառային ձևը՝ հառիք եւ օճորկ։ Մենք մշակել ենք ուսումնական ծրագրին նպաստող համակարգ, որը ես հիմա կներկայացնեմ։ Հղման դաշտում հավաքելով isma.polytechnic.am հղումը մեզ կբերի ուսումնական միավորները։ Այստեղ ներկայացված են դասանյութերը։ Օրինակ վերցնենք էներգետիկ եւ էլեկտրատեխնիկայի ինստիտուտը։ Անցնելով տվյալ հղումով մեզ բերվում է ուսումնական նյութերը։ Էլեկտրական մեքենաներ եւ տրանսֆորմատորներ։ Օրինակ, մաս 1։ Բերվում է լեկցիան, որը հավաքված է HTML-ով։ Լեկցիայի ցանկացած բառի վրա կանգնելով եւ սեղմելով այն, բերում է դիտել հանրագիտարանում ընթացիկ բառը։ Օրինակ, սեղմելով տվյալ բառի վրա, մեզ կտանի դեպի ISMA համակարգ, որտեղ կբերվի տվյալ բառի բացատրությունը։ Օրինակ, լեկցիայից վերցնենք տրանսֆորմատոր բառը։ Սեղմելով այդ բառի վրա, մեզ կտանի մեր համակարգ, որտեղ կբերվի տվյալ տերմինի բացատրությունը։ Այս համակարգը ամբողջությամբ թույլ կտա ուսանողներին, ինչպես նաև աշակերտներին, սովորել յուրացնել լեկցիան առանց ուսուցչի միջամտության։ Եթե այս համակարգը պետությունը ներառի ուսումնական ծրագրերում, ապա այն թույլ կտա գյուղերում աշակերտներին յուրացնել նյութը առանց ուսուցչի միջամտության, որտեղ կա ուսուցչական կադրերի պակաս։ Ինչպես տեսնում եք, համակարգը մատչելի է եւ հեշտ յուրացվում, այն բազմազան է եւ հարուստ։ Բառերը հայերեն տարբերակով կան 220,000-ից ավել, անգլերենը 190,000-ից ավել, ռուսերենը նույնպես 190,000-ից ավել։ Համակարգը անընդհատ թարմացվում է եւ կատարելագործվում։ Սիրելի հայրենակիցներ, մենք ներկայացրեցինք ISMA ծրագիրը։ ISMA ծրագրի անհրաժեշտությունը կա ամենուր, մանավանդ Սփյուռքում։ Այս ծրագրի միջոցով Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են սովորել հայոց լեզուն, կարող են վերլուծել բոլոր հայերեն նախադասությունները։ Այն մարդիկ, ովքեր դիտելու են այս հաղորդումը, խնդրում եմ, որպեսզի տարածեք, որովհետև անհրաժեշտություն կա այս ծրագրի լայն տարածման համար, պետք է մեր բոլոր հայրենակիցները իմանան, թե գոյություն ունի այսպիսի ծրագիր։ Ցավոք պետք է նշել, որ ծրագրի կիրառման եւ կատարելագործման համար պետության կողմից հիմնականում չի եղել հովանավորություն եւ սա կատարվել է մասնավոր միջոցներով։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, ցտեսություն։